Երևանի ավտոբուս ՓԲ-ի հաշվեկշռում գրանցված թիվ 97 երթուղին սպասարկող Ժան-Տոնգ Մակնիշի ավտոբուսի մասնակցությամբ Ռուբինյոց փողոցում ավտովթար է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ընկերության մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը։ Ավտոբուսի վարորդը երթևեկության ընթացքում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes Sprinter Մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով էլ այն բախվել է ծառի, ինչպես նաև դիմացը կայանված մեկ այլ մեքենայի, որն էլ իր հերթին բախվել է երրորդ մեքենային։ Ծառը կոտրվել է երկու մեքենան, բավականին վնասվել են, երրորդը ոչ այնքան, նշել է Ասատրյանը։ Նրա խոսքով կայանված մեքենաներում ուղևորներ եւ վարորդներ չեն եղել, ավտոբուսներում էլ մի քանի ուղևոր է եղել, որոնք չեն դժել։ Իջևանի նախկին քաղաքապետը եւ նրա որդին ձերբակալվել են, այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից։ Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների խոսքը Վարուժան Ներսիսյանի եւ նրա որդու մասին է։ Հայտնում ենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է Իջևանի նախկին քաղաքապետը։ Վերջինս մեղադրվում է փողերի լվացման եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Նույն քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է նաեւ նախկին քաղաքապետի որդին, նշել են կոմիտեից։ Մարտի 28-ին վարույթ էր ընդունվել Ապոյնի ծագում ունեցող գույքի բռնագազման վերաբերյալ հերթական հայցադիմումը։ Խոսքը Վարուժան Ներսիսյանից եւ նրա փոխկապակցված անձանցից Հօգուտ Հայաստանի անշարժ գույքի եւ գումարի բռնագանձելու մասին է։ Եվրամիությունը պատրաստ է իր գործիքները ներդնել ոչ միայն Թրամփի ուղի նախագծի, այլ նաև խաղաղության խաչմերուկ նախաձեռնության համատեքստում կապակցությունը խթանելու համար։ Սյունիքում լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, խոսելով Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի ստորագրած փաստաթղթերի մասին։ Խաղաղության խաչմերուկը ողջունվել է Եվրամիության կողմից դեռևս 2 տարի առաջ, եւ մենք ուրախ ենք, որ գալիս է խաղաղությունը, ասել է նա եւ նշել, որ պարզաբանման հարցեր կան, սակայն ԵՄ-ն որպես Հայաստանի գործընկեր կաջակցի։